Նախ միջոցառումը սկսել է, ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ուղղել պարոն Կարեն Կարապետյանին, շրջանավարտներից նվիրված գումարի և շնորհավորանքի համար։ Հարգելի պարոն Կարապետյան, ազգի նվիրյալ, մեծ հայ ու մեծ մարդ, շնորհակալություն ձեր ջերմ շնորհավորանքի և վերջին զանգին պարգևած նվերի համար։ Մենք դեռ մանկուց սիրել ենք ձեզ և ամեն տարի սրտադրով սպասել ամանորյա ձեր նվերներին։ Իսկ առաջին դասարանում գրենական պիտույքներով լի ձեր ուղարկած գեղեցիկ պայուսակները մեզ նոր ուրախություն պարգևեցին։ Այսօր, այս հուսաթաթախ պահին դուք դարձյալ մեզ չեք մոռացել, դարձյալ մեզ հետ եք։ Շնորհակալություն ձեզ, հարգարժան պարոն Կարապետյան, շնորհակալություն ձեր ջերմ հոգատարության, բարի սրտի, սասնահաղթ ոգու նվիրվածության համար։ Մենք հպարտ ենք, որ դուք կաք, որ միշտ մեր կողքին եք։ Ձայնը տրվում է ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի օգնական պարոն Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, սիրելի ծնողներ ու մանկավարժներ, սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ 2015-2016 ուսումնական տարվա վերջին զանգի կապակցությամբ։ Թող իրականություն դառնան դպրոցական տարիներին հղկված, մշակված եւ այսօր նպատակ ու աշխարհայաց դարձած ձեր երազանքները, ձեր ծնողների եւ ձեզ համար ծնող դարձած մանկավարժների սպասելիքները։ Սիրելի շրջանավարտներ, կյանքում դուք բազմաթիվ խնդիրներ եք լուծելու եւ շատ անգամներ կանգնելու եք ընտրության առաջ։ Մասնագիտության ճիշտ ընտրություն, որպեսզի ուսման եւ հետագա աշխատանքի ընթացքում լիովին բացահայտվեն ձեր ունակությունները։ Հավատքի եւ քաղաքական տեսակետի ճիշտ ընտրություն, քանզի 1700 տարուց ավելի Հայաստանն ու հային ճշմարիտ հավատն է պահել, իսկ ճիշտ քաղաքականությունը մեր զարգացման գրավականն է։ Կյանքի ընկերոջ կամ ընկերուհու ճիշտ ընտրություն, որպեսզի վստահ լինեք հավատարմության, նվիրվածության, փոխադարձ հարգանքի եւ ընտանիքի ամրության մեջ։ Ուժեղ եղեք հոգով եւ մարմնով, երբեք չընտրեք լավի ու վատի, չարի ու բարու, ազնիվի եւ անազնիվի միջև, այսպիսի դեպքերում երկընտրանք չպետք է լինի։ Եղեք արտարամիտ եւ ընկերասեր։ Միշտ էլ հնարավոր է հաջողության հասնել։ Եթե կոփված ես ներողություն, եթե կրթված ես ու աշխատասեր, կարողանում ես ստապ դատել եւ ճիշտ որոշումներ ընդունել։ Եթե ազնիվ ես գործերում եւ հավատարիմ ես քո սկզբունքներին։ Համոզված եմ, որ ուսման մեջ եւ աշխատանքում բարձր կպահեք ծնողների, ուսուցիչների եւ համայնքի պատիվը։ Իսկ ապրիլյան պատերազմում 18-19 տարեկան պատանիների ցուցաբերած անկոտրում կամքը, խիզախությունն ու ազնազողությունը ապացուցեցին, որ մեր երիտասարդությունը պատրաստ է ստանձնելու մեր հայրենիքի հզորացման եւ տնտեսական զարգացման աշխատանքների ողջ համակարգի պատասխանատվությունը։ Նաև դուք եք այն սերունդը, որ Հայաստանը դարձնելու է բոլոր հայերի երազած հզոր ու ծաղկուն հայրենիքը։ Հավատացած եմ, որ այդպես է լինելու։ Բարի ձեզ երդ սիրելի շրջանավարտներ։ Կարեն Սարգսի Կարապետյան, Հայաստան Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր 26 մայիսի 2016 Հարգելի ծնողներ եւ սիրելի հարգելի ուսուցիչներ։ Այսօր մեր հայրենիքի սահմանները ամտակ պահող պատանիները ուսումնական տեխնիկայի գերազանց տիրապետումը ձեռք են բերել բանակում, ծառայության եւ ուսուցման ժամանակ, բայց հայրենիքի հանդեպ սերը, թշնամու առաջ աննահանջ կանգնելու կամք եւ հանուն հայրենաց ամենուր զոհելու պատրաստակամությունը ձևավորել են տանը եւ դպրոցական դպրոցում, երբ դասվարը Մեսրոպյան ամեն տարի հետ առ հայրենիք սերը Երբ պատմության եւ վայրենի ուսուցիչները ամեն դասի հպարտություն ու արժանապատվություն են ներարկել, երբ զինվորը զենք դրելու եւ հայրենիքի զինվոր դառնալու հմայք ունեցած։ Ահա մեր ազգային դպրոցի ամենամեծ գործը, որը ստուգողական աշխատանքի եւ առաջադիմության տոկոսով չի չափ։ Շնորհակալություն ձեզ, որ իսկական հայրենասեր եւ իսկական հայ սերունդ եք դաստրակ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ 2015-17 ուսումնական տարվա վերջին զանգի կապակցությամբ։ Սիրելի բարեկամներ, նաև ասեմ, որ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի վերջի զանգի շնորհավորանքները եւ նվերները ստացել են Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանից 10 համայնքների բոլոր 54 դպրոցները։ Շնորհավորում եմ բոլորին։
Անորեն թուրքն է դիրել այդ հողի, ինչ սրտով պիտի մտնենք անքողի, անջան չդվրենք, Ժողովուրդները նախ եւ առաջ իրենց ամենանդիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը եւ ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախությանը։ Այո, նախ հերոսներին եւ նահատակների գերեզմանատուն, ապա ազատ եւ երջանիկ հայրենիք, Գարեգին Նժդեհ։ Բանակը մեր տունն է, մեր պերտամրոցը։ Հպարտ եւ պաշտպանված ենք զգում մեզ, երբ գիտենք, որ հայոց սահմանը հսկվում է արի ու քայչ զինվորների կողմից։ 2016 թվական ապրիլ կրկին արժանապատիվ ապրելու, իրավունք վաստակելու ու մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու ապրիլ։ Մեր քաջարի զինվորները եւս մեկ անգամ ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայի ոգին անվախ է, հայոց սահմանը անխախտ եւ հայոց բանակը անպարտ։ Փառք առյուծներ ծնող հայոց մայրերին, հայոց աշխարհին։ Փառք քաջի մահով ընկած մեր առյուծ զինվորներին։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված քաջերի հիշատակը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Սիլջան իշ կա։ Ուֆ միշ հավեսը չու։ Մարիշ։ Մարիշ։ Այն Մարիշ։ Բարև ձեզ երեխեք։ Չաղր սենց չի լինի, վերջի զանգի բան չի մնացել, իսկ մենք ոչ ծրագիր ունենք, ոչ օր ունենք, ոչ էլ ժամանակ։ Այո, Ֆուլջան, մտածել ու բան չունենք։ 5-րդ դասանից բեմի վրա երգել, բարել արտասանել ենք։ Ծաղր մեզ քիչ է մնացել։ Ով ջան, ինչ ասես արել ենք, Սայանտովա, Մխիթար Սպարապետ, ամեն մեկից մի բան կպցնենք, ցույց կտանք, էլի։ Ես չեմ պատկերացնում ոնց պետք։ Ես կազմունք եմ։ Աշխարհս մի փանջարա է, թաղերում են բեզարելի, մտիկ տվող են կուխուցվի, դաղերում են բեզարելի, մարդ համաշա, մեկ չի լի, բաղերում են բեզարելի, մտիկ տվող են կուխուցվի, դաղերում բեզարելի։ Շատ հուզիչ էր Հովսեփ, բայց չէ ինչ Սայաթնովա։ Հա ինչ, բա ինչ, ինչ Ֆուլջան, կա մարդս տեն ստազ բաչա մարջեց իրետ ինչեր ես խոսում։
պետք հասկանում եք։ Հա, ճիշտ է, էս էլ չէ։ Եկեք ուրիշ բան մտածենք։ Ինչ-որ նոր բան ասենք։ Ես կերքեմ։ Ես ուղի մեր տնջիմ գիդի ճավահի քարի նմանին Ես ուղի մեր տնջիմ գիդի ճավահի քարի նմանին Տեսնողին մեր լում դուշինիս լելու դիդարի նմանին Տեսնողին մեր լում դուշինիս լելու դիդարի նմանին Աշխարհումս իմ ընդունից բեմուրվատից մուրվաճումից Աշխարհումս իմ ընդունից բեմուրվատից մուրվաճումից Կրոշնիրը նավատունից մանուշակարի նմանից Կրոշնիրը նավատունից մանուշակարի նմանից Մազիրը նման դեհանի դուն ուրիշտի ալմիանի Մազիրը նման դեհանի դուն ուրիշտի ալմիանի Ռահմանա օքիս միհանի մուրվատովյարի նմանի Ռահմանա օքիս միհանի մուրվատովյարի նմանի Շատ լավ էր Մարատ ջան, բայց չէ, էս էլ չէ, երեխեք, չէ։ Չկարելի անել։ Բարև ձեզ, Սվետ դու ինչ կասես, Մխիթար սպարապետում սաթենիկ ես խաղացել։ Մխիթար սպարապետի կինը չի կարող վերջին զանգին մասնակցել, քանի դեռ հայոց հարցը չի լուծվել։ Չէ, չեղավով ուլ մտած ինչ կարելի անել։ Իսկ եթե սարդն եղել է։ Իսկ եթե էս էլ չէ, ինչ որ նոր բան եմ ուզում։ Ես մտածեցի։ Ուշադրություն, սկսվում է Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան 6 միջնակարգ դպրոցի 2015-16 ուսումնական տարվա վերջին զանգի միջոցառումը։ Ինչ ես փնտրում Արման։ Ինչ եմ փնտրում։ Հասկանում ես 6-րդ դասարանում աշխարհություն եմ ասում, մինչև մեր կենտրոնը չեմ գտել։ Ինչ։ Մինչև հիմա չես գտել։ Երկրի կենտրոնը ոչ ոք չգիտի։ Զարմանալի է, որ մինչև հիմա չեք իմացել։ Այնտեղ է միայն կենտրոնը երկրի, որտեղ կանգնած է թիվ 6 դպրոցը Վահան Թեքեյանի։
Իսկ որտեղ են գտնվում լավագույն ուսուցիչներն աշխարհի։ Դե իհարկե, թիվ 6 դպրոցում Վահան Թեքյանի։ Պարզից էլ պարզ է, լավագույն շրջանավարտները աշխարհի, Սաներ Ընկեր Համբարյանի, ավարտում են թիվ 6 դպրոցը Վահան Թեքյանի։ Սագովաց չէ, այդպես է ուղղակի։ Լավագույն դպրոց, լավագույն ուսուցիչներ, լավագույն շրջանավարտներ թիվ 6 դպրոց։ Այսօր, այս ուզումնալից և հանդիսավոր պահին, մեր երախտագիտության խոսք ենք ուզում հավել մեր վերջին զանգին, դպրոցին և մեր սիրելի ուսուցիչների։ 12 տարի շարունակ մեզ դասի վերջն ավարտող զանգը կնչի այսօր, վերջին անգամ, որը կդառնա դպրոցական մեր հեքիաթի հրաժեշտը ու նոր կյանքի սրընթում կանչը։ Կանգ առակնդար, այսօր է շտապում, տանում ես քեզ հետ հեքիաթների ուրա, մեր խաղերն անմեղ ու վեճերն անվաղ, տանում ես քեզ հետ իմ սերն առաջին, թողնում ինձ միայն հուշեր թանկագին։ Կանգ առ ժամանակ, ինչու է շտապում, դեռ չհասցրած քեզ հետ զրուցել, դեռ չհասցրած քեզ հետ երազել, լքում ես դու մեզ ու լուր հեռանում։ Սպասիր մանկություն, մի քիչ էլ սպասիր, չենք հանդիպելու էլ երբեք։ Գուցե կհիշես, բայց ուշ կլինի, իսկ ես կասեմ, ետ եկ մանկություն։ Ամեն առավոտ վառ այգաբացին, այսպես լուսավար քո գիրկն եմ եկել հարազատ դպրոց։ Քո լուսաշող կամարների տակ հասակ եմ առել, չափահաս դարձել։ Առաջին տեսիլ, առաջին երազ, առաջին իմ հույս, առաջին իմ սեր, դպրոցական երկար տարիներ։ Դու իմ սիրելի, դու իմ հարազատ, հեռավոր ղողանջ փշրված զանգի, դու զանգակատուն իմ մանկության, դու խորհուրդն իմ երազանքի։ Դպրոցում է անցել իմ ոսկե մանկությունը, չքնաղ ու անջնջելի։ Կարուսելի պես պտտվեցին դպրոցական տարիները, հետևում թողնելով գրատախտակ ու նստարան, որոնք տարան մեր խենթ արարքը մանկության։ Թեկուզ անցնի տասնյակ տարիներ, մեկ է հիշելու ենք օրերը մեր խենթ, որ ցավոք էլի չենք կարող բերել, դպրոցական երազն այս մեծ։ Անհնար է ետ գնալ ու ճիշտ կետից սկսել, բայց կարող ես առաջ գնալ և ամեն ինչ ճիշտ ավարտել։ Քո գրքում թողնում ենք մեր սերն առաջին և ծիծաղով ողված մի ողջ մանկություն։ Թողնենք զանգի ղողանջի հետ, ճախրեն թռչեն դեպի մեծ անհուն։ Վերջին զանգը կարծես հրաժեշտ է անօգության, մանուկ օրերի ոսկեուր շղթային, հետ նայելով հասնում եմ մինչև առաջին զանգ։ Մեկ զանգով ավարտվեց մանկությունս, որն այնքան քաղցություններ իր մեջ պահում, յուրաքանչյուր բաժանում յորինակ խորհուրդ ունի, խորհուրդ, որի մեջ բազում հուշեր, հույզեր և ապրումներ ունի ապարած։ Մանավանդ երբ այդ հուշերը վերաբերվում են դպրոցական ուսումնառության 12 տարիների։ Կյանքիս այս փոքրիկ հատվածը այնքան մեծ բան տվեց ինձ, բայց այս մի զանգով ես մեծացա, հասուն մարդ դարձա, այդ տարիները արդեն հուշ են, պատմություն։ Ավարտվում է գարունը, այն գարուններից մեկը, որին այդքան երկար ենք սպասել, րոպեներն ու վայրկյանները, տարիներն ու ամիսները սլացան, արագ անցան։ Մեր դպրոցի ազգի տակ, այդ օջախում, մեր հույսերի ու երազների ամենալավ մասն ունեն, մեր միամիտ սխալների ու հավատի դասն ունեն։ Հաշված րոպեներ են մեզ բաժանում դպրոցական վերջին զանգից, անցավ մի մանկություն մայր մտնող արևի վերջին շողերի պես, այնպես ինչպես հալվում են երկնքում պայծառ աստղերը։ Անհոգ վայելում ենք դպրոցական օրերն ու տարիները, այն այլևս ետ չի դառնալու, և մենք միշտ ցավով ու ափսոսանքով պիտի հիշենք։ Մենք հասունացանք քո մի ղողանջով։ Դպրոցական զանգ, անլրելի արձագանք, անցակ ուրախ ու հեգ, ափսոս, որ չեք գալու երբեք։ Այժմ ենք զգում գինը դպրոցական, երբ մոտենում է տարին ավարտական։ Ահա եկավ այս օրը, հրաժեշտի տխուր պահը, թեև ուրախ ենք մենք ժպիտով, բայց տխրում ենք մենք հոգով։
Պտտվում է կարուսելը, հերթ մերն է իջնելու, արցունքվում են մեր աչքերը, խոսքերն են մարում, ուղիները մեր տարբեր են, մենք գնում ենք, մեզ հետ տանելով հուշերը մեր անմոռաց։ Ամեն մի վերջ ինչ-որ բանի սկիզբն է։ Վերջին զանգն է այսօր, բայց և սկիզբն է նոր կյանքի։ Ղողանջները զանգի թող հնչեն ու կարգաչեն, փակ դռները բացվեն, և միայն լույս ավետեն, ողջույն քեզ կյանք։ Երջանիկ ենք, որ այսօրը մերն է, և ահարդեն մեր վերջին զանգն է, ու կարծես մեր սրտի մեջ ուրիշ աշխարհ, մեր առջև բացվում է նոր ճանապարհ, ու լացը վարդերում կանգնել են, փոխի զանգը մեր գծին կախել են, վերջին օրն է դպրոցն ավարտում ենք մենք, ու տանում մեզ հետ վազում վարուշ է, պատմում ենք էջը անոր, մեր հետ կյանքի, ձին է լսվում վերջին զանգի, մեր մանկության դու պայծառ տարիներ, անցավ գնացին, մնացին լոկ հուշեր, դպրոցական անմոռաց տարիներ, հողի պես անցան, մնացին լոկ հուշեր։ Օրերից մի օր որոշեցինք դասից փախչել։ Օրն է շատ ցուրտ էր ու տհաճ։ Դպրոցից դուրս եկանք, դես ու տեն նայեցինք ու առաջ գնացինք, որտեղ ուսուցիչ տեսանք, սուսուփուզ մնացինք, որտեղ տնօրեն փոխտնօրեն կուզեկուզ գնացինք։ Ուղղություն վերցրինք դեպի հրապարակ, վայելում էինք մեր ազատությունը։ Մեկ էլ հնչեց բջջային հեռախոսի զանգը։ Գա երեխեք Համբարյանն է։ Ինչ ասենք, ավել լավ է չպատասխանենք, բայց նա մոտ ինչ կարծիք եք, հետ չգնա։ Չէ, ավել լավ է թոնրատուն գնանք, մի կտոր պիցցա ուտենք։ Բայց չասեցինք համ տեսել թոնրատան համով պիցցան, մեկ էլ դեմի մայթից։ Առաջներից կտրեց զայրացած ոստիկանության մայոր Նազելի Մելիքսեցյանը, խոսքին տալով այս ձևը։ Էս ինչ հանդգնություն, ճանամոթություն, չեք հիշում երեկվանը, մոռացել եք իմ ճառը, դասից փախչելու դրա վտանգը, դե հիմա նստեք մեքենան տանեմ բաժին հարցաքննման։ Աչի ձախից փախան, մնացինք 6 հոգու, գլուխներս կախ, շարվեշարան, նստեցինք մայոր Նազելի Մելիքսեցյանի մեքենան ու հայտ է դեպի արդարության դատարան։ Ամոթից գետինը մտան, կարմրեցին, բայց ինչ արած, մեզ տարան ուղղան չափասների բաժին ու սկսեցին։ Ով ես, ում աղջիկն ես, ինչի հիման վրա եք փախել, գրեք տեսնեմ էլով կար ձեր հետ։ Համառորեն պայքարում ենք, զնայզնից նայու, ու էդ հեշ պայլսում են նոնայի բջայինի ձայնը։ Անչափահասների բաժնում մեզ բռնել են դասից փախչելու համար։ Չէ, դեռ դիմադրում ենք, հարցը փորձ են անում։ Ում աղջիկն ես։ Ես? Գյուլակրակ Տիգարնոյի։ Ես ոնց որ մեջներ շուստրին դու ես, հա։ Չէ, դուխովը։ Վերջին անգամ եմ հարցնում, ում աղջիկն ես։ Պալիցիայի արկադիկի։ Դու Ռուշանան Սուրենի։ Արմինեի աղջիկն ես։ Հա։ Ամոթ քեզ մորոդ հետ միասին ենք սովորում։ Միթե մեզ կհարցաքննեն։ Զանգր դողալով, ծանր քայլերով մեզ օգնության վրա հասան Համբարյանն ու Ղազարյանը։ Նրանք էլ իրենց հերթին թուքումուր արեցին, առաջներն արին ու բաժնից հանեցին։
Հարգելի մայոր Մելիքսեթյան, ձեր գործին նվիրյալ, ցանկանում ենք ձեզ քաջ առողջություն, ուժ, կորով, թող խաղաղ ու անդորաբեր լինի ձեր բոլոր արշալույսները, ձեր ողջ ծառայության մեջ։ Անչափահասների բաժնի ավագ տեսուչ մայոր Նազելի Մելիքսեթյան։ Այս 2 տարվա այս երկար երթում մենք հասցրեցինք շատ բան սովորել։ Եվ հիմա ժամանակն է, որ մենք բաժանվենք եւ մեր երախտագիտության խոսքը ասենք ձեզ։ Ձեր անմնացուր նվիրվածության, անձնվեր աշխատանքի եւ այն ամենի համար, ինչ տվելու սովորեցրել եք մեզ։ Հարգելի ընկեր Մարտիրոսյան, ինչքան որ հուր կա մեր սրտում բոլորը ձեզ, ինչքան կարոտ ու վարխնդում բոլորը ձեզ, բոլորը տանք ու նվիրենք, մեզ ոչ մի ուր թող չմնա, դուք չմրսեք զմրան սրտում բոլորը ձեզ։ Ճակատագրի ու Աստծո կամոք ձեզ վիճակված է լինել հայ մանկանը կրթող այս Սուրբ Տաճարի տնօրինողը։ Մեզ մնում է, որ ջահել սրտերի մեր անկեղծությամբ մաղթենք ձեր նոր գործին սկսած բարեբանություն եւ առողջատություն։ Թող հավերժ շողա ձեր ստեղծագործ միտքը, թող հաղթանակներով ու նվաճումներով փայլատակի մեր սիրելի դպրոցը։ Ընկեր Ղազարյան, փոխտնօրեններ մեր դպրոցի, բազմաչարչար, բազմավաստակ, խիստ ու պահանջկոտ, սկզբունքներով անսասան։ Մաղթում ենք ձեզ առողջություն, անձնական երջանկություն եւ նորանող ձեռքբերումներ ձեր կյանքի դժվարին եւ պատնավեր գործին։ Ինչ լսի ով կա միջանցքում։ Ոչ մի կենթանի շուն։ Չի կարող պատահի դու ուշադիր նայի, դասանի դուռը հենց բացվի, Մհերյանը կողքիդ կկանգնի։ Իսկ աստիճաններով որ բազից Հասմիկ Սերգեյևնան կբռնի ու դասարան կմցնի։ Ինչ արած, կարգն է այդպեսին։ Ինչպես կարող ենք չհիշել եւ մեր շնորհակալական խոսքը չասել, մեր չարությունները ներելու համար, մեր սիրտն ու հոգին կրթելու համար։ Դուք մեր առաջին թանկ ուսուցչուհի, մեզ համար դուք Սուրբ մի Աստվածուհի, մեր մատախոքում Մեսրոպյան, տնկեցիք ծիլեր անսահման։ Մայրս կաթով ինձ ցնեց, իսկ դուք լեզվով իմ հայոց։ Մայրս քայլել, իսկ դուք գրեր իմ հայոց։ Մայրս աչքեր ինձ տվեց, իսկ դուք լույս իմ աչքերին։ Մայրս ձեռքեր ինձ տվեց, իսկ դուք ուժ իմ ձեռքերին։ Մայրս միայն ինձ է մայր, իսկ դուք անթիվ փոքրերի։ Մեր դասվար Գեր Հովհաննիսյան։ Անցել են այս 2 տարիներ, որոնց մեջ մենք հասակ ենք առել։ Եվ մեր նման քանի սերունդ է այստեղ սովորելու, մտնելիս պիտի ասի ողջույն քեզ ուսուցիչ, իսկ բաժանվելիս դե մնաք բարով։ Ինչպես դարերի վեր, այնպես էլ հիմա, գրելով ժամանակի ամենածանր, սակայն ամենալուսեղեն բեռը, դուք անդրտունջ սուրբ գործ եք կատարել, ի բարություն եւ ի հզորացման մեր հայրենիքի։ Ուսուցիչն է, որ վեհ առաքելությանը հավատարիմ բազում սերունդը կրթում ու դաստիարակում, անգնահատելի ուսուցչի բեղմնավոր աշխատանքը, դուք եղել եք եւ մնում եք հայեցի կրթության եւ դաստիարակության ջահակիրը։ Դուք բացահայտում եք մանկությունն ու գեղեցկությունը։ Թող ծիածաններ բացվեն ձեր հոգում, արևի պես ճառագեք անվերջ։ Սիրելի ուսուցիչներ, դպրոցյան լուսավոր եւ անգնահատելի գործի նվիրյալներ, այսօր առանձնակի ջերմությամբ մեր բարեմաղթանքներն ու շնորհակալական խոսքն ենք հղում եւ ասում. Հարգելի ուսուցիչներ, թող երկար լինի ձեր կյանքը։ Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է հայ ազգը։ Քանի կան ուսուցիչները, կա նաեւ երկիրն ու հասարակությունը։ Ես մի խոնար աշակերտ, դու վեհուվս եմ։ Ինչ արժանի բառերով ներբող քեզ ուսեմ, քեզ, որ դարեր շարունակ մեր հոգու խավարը վանել, սիրո, լույսի, բարության սերմեր ես ցանել։ Մեկնիր ուսուցիչ մեր մանուկներին։ Առասպել է հին հայկի ու բելի, հայոց պապերի երգն այս իրական, կրկնող անվերջ նոր երանգներով, հոգեբուխ հավետ ու նայիրական։ Տոկա, տառապիր ապրում այսքանի,
եւ ապրիր այդպես իմաստուն, բանիվ։ Մեր որդոց համար վատնիր անխնա ու ստացիր քիչ։ Առաջին զավակ դու Հայաստանի, հայոց ուսուցիչ։ Օրը եկավ, լույս ճարակեց, զանգերը մեզ ընկացին։ Մենք հասկացանք, որ մեր կյանքում վերջին զանգն է մեզ համար հնչում։ Ու հիմա պատեր ահա, նաև հյուսում է մի մեծ ապագա։ Սիրո փոքրիկ մի մասնիկ ձեզ, այս արած ուզերից մի թրտիր ձեզ, մեր բարի, լավ ու թանկ ուսուցիչներ։ Մեր ուշերից մի մասնիկ ձեզ, այս արած ուզերից մի թրտիր ձեզ, ուսուցիչ սիրելի բարեկամ մեզ համար։ Չենք կատարի, մենք կրկնել, ձեր մեծ գործերը հիշել, վերջին զանգով մնաք բարով, գնում ենք մեր կյանքի նոր ուղով, ու հիմա բան է ահա, նաև հյուսում է մի մեծ ապագա, սիրո փոքրիկ իմաստիկ ձեզ, այս արար ուզերից մի թրտիր ձեզ, մեր բարիք, լավ ու թանկ ուսուցիչներ, սիրոս վերքես մի մասնիկ ձեզ, այս արագ ուզերից մի թրտիր ձեզ, ուսուցիչ սիրելի բարեկամ մեզ համար։ Ձեզ ենք ներկայացնում մեր վերջին մեկ օրվա դասացուցակը։ Ապա փորձիր դու չընթերցել, Վարդանանքից, Սասնածռից տող բաց թողնել, ով ռիսկ կանի նման հարցում հանակ անել։ Հայոց լեզվի հազարագանց մատյանները մենք թերթեցինք։ Հայ լինելու հարցում անշուշտ նոր որակներ ձեռք բերեցինք, մեր ճիշտ գրելու, հստակ խոսելու, դժվար դասեր դուք մեզ տվեցիք։ Հայ խոսքի զինվոր, հայ լեզվի պաշտպան, ընկեր Իսրայելյան։ Տղա ջան, ես քեզ հանձնարել էի կարդալ Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանքը։ Ոնց, պիտի կարդայ։ Հա։ Բա ես արտագրել եմ։ Ուսուցիչներից միայն ինքն է այդպիսին։ Մտնում է դասարան, պայուսակից հանում մի տետր, պոկում մի թերթ եւ սկսում մաքրել իր սեղանը, եւ այդպես տարիներ շարունակ։ Здравствуйте. Садитесь. Махер, где ты пропадаешь? Кто? Я?
Ничего не понимаю, пропадаю я. Пропадаю я. От того не понимаю, пропадаю я. Пропадаю я. Уходя, мы оставляем вам свои слова. Пропадаю я. И сейчас мы расстаемся, вас любя. Все уже закончено, все сказано. Что мы можем добавить? Благодаря вам мы полюбили язык Пушкина и Толстого, почувствовали красоту и силу русского языка. Никогда не забудем вас, потому что были добры к нам и любили нас. Վատ լեզուներ կյանքում չկան, եւ ասում է առածն այսպես, թե դու կյանքում մարդ ես այնքան, ինչքան որ շատ լեզու գիտես։ Ռուսերեն գիտեմ, անգլերեն շատ ես քիչից հասկանում, օրինակ bonjour camarade։ Վայ, տղա ջան, այդ ֆրանսերեն է։ Ընկեր Քրիստինես քանի լեզու։ Չգիտեմ որտի անց որտի կրթության նախարարությունում ինչ որ մեկը է սառածը հիշեց, թե դու կյանքում մարդ ես այնքան, ինչքան որ շատ լեզու գիտես, ու որոշեց։ Դպրոցներում ավելացնել երրորդ օտար լեզուն, թող մարդ դառնա, լեզուների մեջ թաթախվեն, շիլաշփոթ անեն ու դենը կանգնեն։ Բայց մեր բախտը այստեղ բերեց, այդ հրամանը մեր չվաբերվեց, այլ եթե դպրոցը 13 տարի լիներ, Թու չամարցակվես նույնիսկ մտքումդ ասես։ Լավ է երբ մարդ գիտուն է կիրթ, թե չէ ում է պետք իմաստուն անկիրթ, գիտելիքների հիմնավոր պաշար ունենալու ցած, գրված չգրված օրենքների հետ հաշվի նստելն է կարևոր ու բարդ։ Դուք եք մեզ օգնել շեղվել կյանքի ճշմարիտ ուղուց, եղել բարեկամ, օրենքի մարդ, մեր շատ սիրելի ընկեր Միկոյան։ Ամեն դասի կճմտում, ուռած գլուխներ անվանում, մեր շպիտով ժպտում ու դասից ուշացող տղաներին սիրալի հարցնում։ Օրիորդներ հայոց աշխարհի, ուր են ձեր տղաները։ Ուր որ եք Երևանի Կեր Սիմոնյան, հետո մեկ դաս հարցնում չիմացողի նախնա երկուս դնում։ Քննության են պատրաստվում։ Ճարակայից։ Դե իհարկե պատմությունից։ Ո՞ր թեման են ներկայացնում։ Հնդկաստանի պատմությունը միջնադարից։ Ավելացում էին անում, ասում են նշանավոր Ջահանշահը ի պատիվ իր կնոջ Մումթազ Մահալի որնի դեպ հայուհի էր, կառուցեց Թաջ Մահալը, Հնդկաստանի մարգարիտը։ Չգիտեի, կանգնել ենք տխուր, կանգնել շվարած։ Չգիտեմ ինչու չենք ուզում ժպտալ։ Ուզում ենք նստել մեր նստարանին, հուզմունքով նայել ուսուցիչներին։ Դասան եք մտնում ուրախ ժպիտով, մեղմության քնարանուշ թովչանքով, հասարակագիտության լուրջ խստությունը փարատում եք ձեր ուրախ ժպիտով։ Մեր կյանքն արժևորվեց առ Աստված հավատով, իմաստավորվեց քրիստոնեական ճշմարիտ արժեքներով, սկսեցինք դեռ մանուկ առաջին դասարանից, ընկեր Մաթևոսյանի հետ, աստվածաշնչյան պատմություններով և ամենակարևորը, հայր մեր աղոթքը ճիշտ խաչակնքելով։ Իսկ շարունակեցինք և ավարտեցինք ընկեր Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրելով հայ եկեղեցու պատմությունը։
Ամրապնդելու համար մեր իմացությունը շրջագայեցինք ողջ Հայաստանի տարածքով տեղում ուսումնասիրելով պատմությունն ամեն մի եկեղեցու։ Երեխեքյան, չափի մեջ արտակրեք, արտակրելուց էլ ուշադիր եղեք, ձեր տարբերակը գիրեք։ Ճիշտը մենք Թալես Միլազիչ դարձանք, թեորեմը հավասարում չհասկացանք, բայց այս կյանքում մենք մի բանի պետք ենք, ընկեր Մեսրոպյան։ Ստուգողականի ժամանակ օգնենք բաց սովորողներին, տարիներ հետո նրանք էլ ձեզ կօգնեն, աշխատանքին կվերցնեն իրենց մոտ։ Սիրելի ընկեր Գրիգորյան, որքան գաղտնիք ու գիտելիք տվեցիք դուք մեզ, համակարգչի աշխարհից, քայլ-քայլ մոտեցանք մենք այդ աշխարհին, խորամուխ եղանք, ծանոթացանք նրան, ու կարող ենք այսօր տեղեկություններ իմանալ դեսից դենից ողջ աշխարհից։ Ու հիմա ասում ենք ձեզ, երկրագնդի որ կետում էլ կլինենք մենք, համացանցով արագ կգտնենք ձեզ։ Իսկ այժմ դասամիջոց, ձեզ ենք ներկայացնում մեր հումորային բաժինը։ Արարատ, ես ինչ ես դասից դուրս եկել։ Անկեր Ղազարյան, նոր եմ դուրս եկել տնից։ Քիմիա, ֆիզիկա, քանդակաշիվ, երկրաչափություն, տղաջան էստեղ ստորագրին։ Ընկեր Լենա, ախր ինչ եմ անելու է դրքերը, ինչ կլինի, այստեղ մի անկյունում թողնենք, տարվա վերջին կհանձնեն։ Դիա, չհասկացա տղաջան, ձեր տանը հեճանկյուն չկա։ Ամեն մի ծխախոտ կյանքից խլում է 15 րոպե, ամեն մի բաժակ օղի 20 րոպե, իսկ ամեն մի դասաժամ 45 րոպե։ Գագ ջան, գալիս ես Տաթև։ Ախպեր, գալիս եմ, բայց դե բարձրությունից վախում եմ, ճոպան չեմ նստելու։ Արա լավ այ ախպեր, քո նման տեղ են բարձրությունից կվախի, ես նստելու եմ, չգիտեմ։ Չէ, վախում եմ, ախպեր չեմ նստելու։ Ընկեր Ամբարյան, ճոպանի գներն իմացաք։ Հա երեխեք ջան, 5000 դրամ։ Վախ, հորս այվես ոնց եմ վախում ես բարձրությունից։ Ինչպես եմ ես անում քիմիայի ու կենսաբանության տնայիններս։ Բացեցի դասագիրքս, կարդացի, չհասկացա, փակեցի վերջ։ Միշտ գիտես ֆրանսերեն ոնց կլինի խոսքի նիշան ընկավ։ Ոնց։ Կյաբագլամուր։ Լավ է հասկացամ։ Բախի ես մեկ-մեկին քիթ քեզ հետ խոսում։ Սիրում եմ խելացի մարդկանց հետ խոսել։ Հովսեբետ, ինչ ես փրփրած։ Ոչ չփրփրեմ է, Մեսրոպյան երեք շիգրատախտակի մոտ նանչես, մի հատ էլ երկուս յաղուսյա կարծես, ասի չգիտեմ, ենա դե որ դենց էր գոնե 9 յաղուսյա կարծներ 9 դներ էլի։ Հա, ճիշտ ես ասում։ Ախպեր դու լավ ես պրծել, երեկից Մեսրոպյանն ասում եմ Մարատ ջան մի խնդիր կա աղա լուծել։ Հետո խնդիրները քիչ են, հիմիկ էլ Մեսրոպյանն է, ոնց որ զորով գնամ շարի մեջ ընկնեմ։ Այո։ Эрик, а пасарусен ոնց կասենքով։ Հասմիկ շամերնա կարովա։ Да, правильно։ Այդ ասես հորտին ինչ են ասում, գործնականը 9 կդնեմ։ 2 տարի պահում ենք նոր ենք ասում կարովա։
sitting on my lap. Oh, the way that you pop, girl, makes me go crazy. Show me what you got, girl. You can be my new thing. The way that you move makes me go crazy. Pick it up now, drop, girl. You can be my new thing. Hey can tılek indek bin yere. Hey can tılek indek bin yere. Yankum voçni yakçik çisirun tul matkans. Dinen kaç yev dinen menk sırtin aras. Kespar simbol, sernes tu koyeti. Kespar simbol, sernes koyeti. Դաստարան, շարվել, հավստար, սկաս, ատ, դարդ, Մշտա, դարդ, թողնել, դարդ, մեկ ամսից բանակ գնացող զինակոչիկները մեկ քայլ առաջ։ Դե ինձ ասեք, ինչպիսին պետք է լինի հայ զինվորը։ Զինվոր կլինեմ մեր հայոց աշխարհի, կպաշտպանեմ հողը մեր հայրենի։ Երդվում եմ, ինչ շնչում եմ ու կամ, չի անցնի սահման, միշտ ոսողն անգամ։ Ապես, Նադիրյան դու։ Դե կամանդիր ջան գիտեմ էլի։ Թողնել, ասա։ Հայաստան աշխարհ քո պատվի համար ես պիտի ծառայեմ։ Հողը սուրբ է քո, դրոշի ներքո։ Հայ եմ ես, վստահ եմ ես։ Լավ է, կանգնեք ձեր տեղերում։ Դոխոլյան, վաղը բուրսնում ունես, անպայման կներկայանաս։ Անկերպը դանիշ կնի դուք էլ հետս գաք այդ բուրսնմանը, երկու բանակ խապենք կարվա չտանը։ Ի, Դոխոլյան, տղա ջան, դրա կարիքը չկա, պարզից էլ պարզ երևում է դրա։ Հարգելի ընկեր Բդոյան, դուք մեծ կոփեցիք ու ոգեշնչեցիք զինվորի ոգով ու հայրենասիրությամբ։ Ավգի պատիվը միշտ բարձր կպահենք։ Բարդ վսեմ շարքերում կքայլենք։ Մենք հպարտ ենք, քանի որ մեր երակներում հայ զորությանի արիության արյունն է հոսում։ Բանակը մեր ժողովրդի եւ պետության անվտանգության գրավականն է։ Ու ձեր խորհուրդները կկատարենք։ Երդվում ենք մեր արևոր մասիսով, առասպել դարձած հայկով ու դարձով։ Հողը մեր անընկճելի քաջերի, թշնամին երբեք էլ ոտք չի դնի։ Մենք հավերժ ենք մեր լերների պես։ Այս երբ որ մենք գնանք բանակ, կստանանք մի լավ նամակ։ Այնտեղ կլինի մի բան շատ հնչում, բացեք կտեսնեք։ Շնորհակալություն։ Ինչպես թողնելու հեռանալ սահմանը, որը տարիների վերարյան գնով են պահել, կռվել ու ապահով ապագա ամրագրել։ Հիմա իմ հերթն է, իսկ վաղը քոնը։ Ատար։ Ինչ տղամարդ եթե չի եղել զինվոր Երազից մեջ դուրը զարկին, ասի ով է ներսից ես, դրսից մի ծանոթ ձայն, ասաց, Մեհերյանն է դուրը բաց, արթնացած այնից սարսափած, բայց անչափ ուրախացած, որ երազ էր ընդամենը, ինձ վախեցրած այդ ամենը։ Հարգելի ընկեր Մեհերյան, քանի սերունդ եք կյանք ճանապարհել, բանիմաց ու սթափ ձեր խրատներով։
բազմաթիվ մատախոքիներ կրթել, բաշխելով նրանց ավյուն ու կորով ու կարևորել քիմիայի դերը կյանքում տարբերել լուսն ու ստվերը։ Ընկերներն բարեհամբույր գիրք է տվել ու պահանջել։ Գիրքը մաքուր կպահեք ու ժամանակին կբերեք։ Դե պահելը լավ ենք պահել, պետք է կա ժամանակ էլ փնտրել ենք չենք գտել։ Ընկեր Մարգարիտան ամեն անգամ հաճույքով է մեզ օգնում, երգը երգին կպցնում, ռեփ ու ռապիզ միացնում ու ավելորդը հերացնում։ Հարգելի ընկեր Լենա, ընկեր Մարգարիտա, ցանկանում եմ ձեզ ծով երջանկություն եւ անգամ բարիք, որ ձեզանով վառվեն լույսերն աշխարհի։ Հարգելի ընկեր Սարգսյան, ընկեր Մելիքյան, աշխարհի փայլով դուք մեզ գերեցիք, հերոմոլակներս մեզ վայր բերեցիք, ֆիզիկայի օրենքներով դուք մեզ կրթեցիք, բաժանում ենք դուք ֆիզիկապես, հետագայում չենք մոռանա ձեզ։ Զեյնալ, ապա ասա տեսնեմ, ով է ֆիզիկայի 3 օրենքների հիմնարար հեղինակը։ Կակա Նյուտոնը։ Նստիր տղա ջան, Իսահակ Նյուտոնը։ Չեմ հասկանում, ոնց եմ հանձնելու նորմատները ֆիզկուլտի։ Թռիչք ուժին, վազք ու բարձրություն, ախր դա իմ բանը չի։ Առողջ մարմնում առողջ հոգի, դա ես լավ եմ հասկանում։ Իսկ այն ընկեր Արփինեն ու Լուսինեն ոչ մի կերպ չեն ընդունում եւ նորմատիվ են պահանջում։ Սիրելի ընկեր Սուքասյան, ձեր դասերին աշխատանքի մեզ սովորեցրեցիք կոլաժներ պատրաստել ու ձեր հմուտ աջակցությամբ ձեր դասերին աշխատանքի ձևել կարել ու աղցաններ պատրաստել սովորեցինք։ Ինչ էլ լինի ձեր դասերին մեծ հաճույքով ենք մասնակցել։ Դուք արվեստ եք ու հոգի, դուք էակ եք գեղեցիկի։ Մեր կերպարդը մեր աչքին, վայրի էր կենթանի, տեսանք անթիվ բջիջներ, լեկոզներ ու ֆերմենտներ, դուք տվեցիք մեզ փազում և խորքի տելիքներ, մեր կենսաբան ընկեր Նիկողոսյան։ Առարկա, որ մենք շատ ենք սիրել, թեև մեկ-մեկ գլուխ ենք պահել։ Մաղաքյանը բարությունը ժպիտով մաղում, նայում է մեզ ու ասում. Երեխեք ջան, սովորեք, ձեր համար եմ ասում, հետո պիտի փոշմանեք, որ չեք սովորել։ Դե ինչ, անցնենք դասի, այսօր ձեր մոտ գործնական աշխատանք է, պիտի ներկայացնենք աշխարհի պարարվեստը, պատրաստ եք։ Դե ինչ, ներկայացրեք։ Գնացինք դեպի Ուկրաինա։ Ուկրաինան, ինչպես գիտեք, շատ է զգում դեպի արևմուտք։ Ամբողջ երկիրը խառնել են իրար, էլ Դոնեցկ ու Դոնբաս, էլ Մայդան ու Լուգանսկ։ Բայց զգտումը դեպի արևմուտք այնքան մեծ էր, որ թռանք օվկիանոսը, անցանք ու հայտնվեցինք ոչ ավել ոչ պակաս Լատինական Ամերիկայում։ Իսկ այդտեղ, ինչպես գիտենք, բոլորը պարում են ջայվ։ He's a one-stop shop, makes the pennies drop. He's
Մի մեծ պատվիրակություն ուղարկեցինք մեր հարևան ու բարեկամ Վրաստան, բայց դե Թիֆլիս գնաս ու խաչապուրի չուտես, լսված բան չէ։ Քրի ափին կերանք խմեցին, բայց դե մեր դպրոցի խաչապուրիներն ու դրանցն ու մեր ինչպես միշտ մրցույթից դուրս է։ Սոնատոտայի ջանն է սաղել։ Մեր ամերիկյան հանձնախումբը Մեքսիկայում հանդիպեց կովբոյների մի մեծ խմբի, որոնք մերոնց թեորետիցին իրենց ազգային պարը։ Ուշադրություն, ներխուժում ենք կովբոյները։ Աշխարհի աշխարհ շրջեցինք, տարբեր ազգերի հանդիպեցինք, ու նրանց մշակույթների հետ ծանոթացանք։ Եվ մենք հասկացանք, ուր էլ գնանք, ինչքան լավն էլ տեսնենք ու սովորենք, մեր հայրից համար ամենալավը մերն է, Հայաստանն ու Յախուշտան։
կհայտնի մեր հանդիսատեսը։ Միակնդարդի պես այս տարին ասես, ինչպես երազանցան ու վերջին զանգացան, հաշում են զանգերը, զանգերն ապագայի, բայց դաժեշտի խոսքեր են հնչում ակամայից, վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե և գա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե և գա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, պիտի գնա։ Հելեն փոքրիկը չենք, որ ձեզնից ամաչենք, բայց չգիտես ինչու, բան չկա ասելու, ու թե անգամ աչքերը թացվեն այսօր մի քիչ, ձեր ժպիտով հրաժեշտան, այսպես հիշեք մեզնից, վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե եկա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե եկա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, պիտի գնա։ Վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե եկա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, վերջին անգամ հնչիր դու զանգ, դու մեզ սպասիր գուցե եկա, մեր ուսուցիչ անգին դու լավ, դու մեր բարի, քեզ մոտ թողած այս կանտարի, պիտի գնա, պիտի գնա։ Սիրելի ուսուցիչներ, հայ դպրոցի անդուլ մշակներ, մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում և մաղթում ձեզ տոկունություն։ Ձեր ավանդը շատ մեծ է, պատվաբեր, մատաղ սերնդի կրթության գործում, թշվառ է այն ազգը, որը չի մեծարում և ապահովում ուսուցչին։ Թող արևի պես լուսաշող լինեն ձեր ժպիտները, թող պայծառությամբ ու խինդով լեցուն լինեն ձեր հոգիները, և թող ձեր կյանքի ամեն մի ակնթարթը շնչի մեծագույն սիրով։ Անհուն սիրով ու երախտագիտությամբ կրկին ու կրկին շնորհակալություն ենք հայտնում ձեզ և մաղթում նորանոր հաջողություններ ձեր դժվարին, սակայն աստվածահաճո աշխատանքում, Աստված զորավի ու պահապան լինի ձեզ։ Սիրելի ուսուցիչ, ձեզ տեսա ես նորից, բայց արդեն չեր մակած ավելի, և գիտեմ, որ մեկն է այդ սպիտակ մազերից, եղել է իմ մեղքով երևի, գլուխ եմ խոնարհում, դուք ինձ համար երկրորդ ծնող
դպրոցի բակ դրախտային, ծառ ու ծաղիկ հեքիաթային ու բուրմունք եդեմային, օծն իր պորտով, խուշն իր թևով, չի կարող մտնել դպրոցի բակի ծառի վրա կանգնել, քամուց պտտվող թուղթն անգամ չեն թողնում երկնքից վայր իջնել, քանի որ ունենք խիստ ու հոգատար տեղ աշխատողներ։ Համբարյան ջան, շատ չղայնացած եմ երեխեքիդ վրա, բակի խաղողը կել են, տերևներն էլ պոկել ու թափել։ Վայ, Սիրուս ջան, հնարավոր չի, էսա կպարզեմ։ Երեխեք, խի եք խաղողը կել են, տերևները թափել։ Ինքեր համբարան խաղող տերևն ուտենք խաղող թափենք բա։ Կներեք մեզ այն ամենի համար, որ ենք անիմաստ ու անտեղի։ Ցանկանում ենք ձեզ, ինչպիսին որ կաք, առողջություն եւ երկար տարիների կյանք։ Ուշադրություն, ուշադրություն։ 2015-2016 ուստարվա շրջանավարտների կողմից պարգևատրվում են դպրոցն անթերի մաքրության պահողները, բակն ու շրջակայքը դրախտային անկյուն դարձնողները եւ արժանանում աշխարհի լավագույն տեղ աշխատողներ կոչմանը։ Չքնաղես դու։ Ես չգիտեմ ինչու է հանճարը խնդրել, պահանջել, գուցե հրամայել, որ վարկյանը կանգ առնի, բայց մենք ուզում ենք, որ այս ակնթարթը երկարի։ Որ պահը դեռ հույս չդառնա, որ հուզմունքից կոկորդս չչորանա, որ վարակույր փակող ձեռքը չդողա, որ այս բեմը կյանքի հորձանուց չդառնա, որ մեզ դեպի մեծ կյանք տանող գնացքը չշտապի։ Կանգ առ ակնթարթ, որ այս բեմից երախտագիտության, սիրո, խոսքեր ասենք մեր դասղեկին, ընկերներին, ուսուցիչներին։ Մնարք բարով ենք ասում, բայց հաստատ գիտենք, տունդարձի ճամփան մեզ հաճախ է բերելու դպրոցական հուշերին, մնաք բարով։ Դե ինչ, ժամանակն է ներկայացնել մի մարդու, ով 12 տարի շարունակ քայլել է մեզ հետ, մանկությունից մինչև պատանեկություն։ Ով անմնացորդ նվիրվել է մեզ։ Մարդ, ով կարեկցել է դժվար պահին եւ զարացել տեղը տեղին։ Մարդ, ով ցանկացած դժվար պահի բաղբան հրեշտակի նման միշտ մեր կողքին է եղել։ Մարդ, որը լույսի ու ջերմության մի անսպար շտեմարան է։ Մարդ, որը մեզ համար եղել է ոգեշնչման աղբյուր։ Մարդ, որի սիրտը մի անդունդ է, որի խորքում մեզ համար միշներում կա։ Մարդ, որը հարազատ ու սրտացավ մոր պես է եղել։ Մարդ, որի մեջ գերակշռում է քնքշությունն ու անսահման բարությունը։ Մարդ, որ մայրական գորովանքով մեզ ոգեշնչել, ուժ է տվել։ Մարդ, ում լիովին վստահել ենք ու հարգել։ Դե ինչ, հրավիրենք հիմա այստեղ մեր անկրկնելի, սիրելի, մեր դասղեկ ընկեր Համբարյանին։ Սիրում եմ, համբուրում
աշխարհում ես մեծ, ժպտացող արևեկու, ձեզ սիրում ենք, համբուրում ենք, հիանում ենք ձեզանով, որովհետև մենք անցնենք կյանքի զանգեր, ջերմ արև ենք մեր սրտում, շնորհակալ ենք, որ դու կար, ու մեզ հետ կմնաս։ Մենք ձեզ սիրում ենք, համբուրում ենք, հիանում ենք, ձեզանով մենք անցնենք կյանքից տանկեր, ջերմ արև ենք մեր սրտում։ Շնորհակալ ենք, որ դու կար, ու մեզ հետ Այսօր մի տեսակ թախվից է ինձ պատել։ Այսօր մի տեսակ լաց լինել եմ ուզում։ Չեմ ուզում հեռանամ իմ հարազատ դպրոցից, իմ անհոգ ու լավ ընկերներից։ Հրաժեշտի տխուր խոսքեր, վերջին զանգի ջերմ արցունքներ, մեր դպրոցական վերջին զանգը վերջին անգամ է ղողանջում։ Սրտի ցավով, խոնարհությամբ ասում ենք մենք, մնաք բարով։ Հրաժեշտի ժամն է արդեն։ Մենք գնում ենք, մնաք բարով։ Փակում է էջը անհոգ մեր մանկության, մեզ է կանչում լույսը կյանքի, խորհուրդներով բարի ու թանկ։ Ու հիմա պահն է ահա, հյուսում է մի մեծ ապագա։ Ու ղողանջով մեզ բարի ճանապարհ մաղթում։ Ու հիմա թաղիցն է խեղդում ու ասում. Մնաս բարով, դպրոց։ Մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ։ Մենք գնում ենք դեպի մեծ ապագա։ Գնում ենք դեպի մեծ կյանք, որտեղ սպասում է մեզ բազում վառ հուշեր։ Ղողանջիր զանգ, բարձր, ուժգին, դպրոցական մեր վերջին զանգ։ Դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Եվ ինձ հետ միշտ կմնան, անմոռաց, անբաժան, ուշերը դպրոցական, օրագիր, պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ձմեռեր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե տուն նվիրական, դու նստում էիր կողքից, մանկության ընկերուհից, բայց այսօր արի ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ
Մոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած Պիտի գնամ, մնամ բարով Շնորհակալություն հայտնել մեր հյուրերին եւ շնորհավորել իմ սիրելի, անկրկնելի, աշխարհի լավագույն շրջանավարտներին։ Ցանկանում եմ նրանց անամփ երկիր, խաղաղություն եւ հասնեն իրենց նպատակներին։ Իսկ հիմա ես ուզում եմ ձայնը տալ մեր դպրոցի տնօրեն պարոն Միքայել Մարտիրոսյանին։ Նախ ես զարկերպուն ջոզում եմ նվիրեմ մեր կերհամբարյանին նման միջոցառում կազմակերպելու համար և շնորհավորում եմ ձեզ, առաջ երդին ցանկանում եմ ձեզ առողջանալ, լինեք հայրենասեր, չմոռանաք, որ հայ եք, կյանք եմ, որ դեղել ելնեք, չմոռանաք, որ Ստեփանավանից եք դուք, ձեզ առողջություն, նպատակներ իրականացում, դուք մեր քաղաքի պատիվն եք յուրաքանչյուրը, ինձ թվում է հավաքվածների բոլորիս նպատակը եւ ցանկություններն են, որ դուք հասնեք ձեր նպատակներին։ Աստված ներեք, ոչ պահապան։ Տասներկու տարի շարունակ մեր բոլոր միջոցառումների ավարտի խոսքը միշտ ներկայացրել է մեր սիրելի տատիկ Զորաբյան Սիլվա։ Խնդրեմ տիկին Զորաբյան։ Պակաս հուզված չեմ, քան բոլոր մանկավարժները, բոլոր շրջանավարտները։ Իմ թորնուհին այսօր շրջանավարտների շարքն է լրացում, բայց ես ուզում եմ խոսել մի այլ բանի մասին, ինչպիսին է եղել այս դպրոցը։ Ես ուզում եմ անպայմանորեն հիշել երկարամյա երջանկահիշատակ մեր շատ հարգելի Վալոդիա Մարտիրոսյանին, որը ամեն ջանքներ դրել է, որպեսզի Թեքեյանի անվան դպրոցը փայլի հանրապետությունում, մեր քաղաքում։ Եվ պատահական չէ, որ այսօր այդ դպրոցը նման շենք ունի, նման անաղարտություն, նման բակ, որ պարքի ու պուրակի է հիշեցնում։ Ես ուզում եմ նշել, որ մի յուրահատուկ մանկավարժական կոլեկտիվ է գործել այս դպրոցում, մի սերտ, միասնական, անաղարտ և ուսուցիչ, աշակերտ, ծնող եռամասնությունը եղել է անշահախնդիր, որ իսկապես բացառիկ երևույթ է նաև հանրապետությունում մեր։ Չպետք է մոռանալ այդ մասին, իսկ այդ ավանդույթը եկել է արդեն նորից եմ ուզում հիշել Վալոդիա Մարտիրոսյանից։ Դուք նրա որդին նորանշանակ տնօրեն մեծ պարտավորվածություն ունեք, մեծ բեռ եք ուսում և անպայմանորեն պետք է արդարացնեք մեր բոլորի հույսերը, կասկած չկա դրանում և ձեզ հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու և շնորհակալ գործում։ Ես ուզում եմ անպայմանորեն խոսել այն մանկավարժների մասին, որոնք հենասյուներ են եղել այդ դպրոցում, ով կարող է մոռանալ Մեհերյան Կարինեին, Ղազարյան Հասմիկին և բոլոր մնացածներին, որոնք իսկապես նաև ինձ համար սիրելի դեմքեր են դարձրել, որովհետև նրանք իրոք այդպիսիք են, փոխադարձ հարգանք, փոխադարձ ըմբռնում և
դա եղել է բոլոր ծնողների նկատմամբ, ոչ միայն մեր։ Սիրելի ընկեր Համբարյան, քիչ է ասել երկրորդ ծնող։ Յուրաքանչյուր միջոցառում նա կազմակերպել է մեծ ջանքերի շնորհիվ, որտեղ գործել է եւ միտքը, եւ իմաստությունը, եւ արվեստը, միայն վերջի շրջանում ձեր կազմակերպած կոմիտաս, որ 100-ամյակին էր նվիրված ցեղասպանություն, մխիթար սպարապետ եւ այս վերջին զանգի հանդիսությունը գալիս են ասելու, թե դուք ինչպիսի նվիրվածություն ունեք ոչ միայն ձեր գործին, այլև այս բոլոր երեխաներին։ Ես գիտեմ, որ նրանց մեջ շատ չարաճճիներ են եղել, ես գիտեմ, որ դուք շատ ներողամիտ եւ մեծահոգի եք գտնվել ամեն դեպքում, բայց եւ կարողացել եք ուժ գտնել, որպեսզի հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Եվ ամենակարևորը, ոչ մեկին տարբերություն չեք դրել, բոլորին հավասար եւ ներգրավել եք միջոցառումներուն եւ խորհրդակցել եք եւ աշխատել ամիքի հետ, իսկ դա բոլորին չէ վիճակված, դա երևի Դուզաննա Համբարյանին Այսօր մենք տեսանք եւ ապագա զինվորին, եւ արվեստի ապագա աշխատողին, եւ գիտության մարդուն, իսկ այդ բոլորը գալիս են ասելու, որ իսկապես ձեր մեջ շատ շնորհալիները կան, հոգ չէ, որ բոլորը բուհ չընդունվեք, թող լավ արհեստի տեր լինեք, լավ մասնագետներ դառնաք կյանքի բոլոր բնագավառներում, կամ հայրենիած զինվոր, ամենակարևորը լավ մարդ լինելն է, որ ինձ թվում է այդպես էլ կլինի։ Շնորհակալություն։ Իսկ այժմ դեսենք պարոն Ղարաքիշյանի ուղերձը։ Սիրելի շրջանավարտներ, ծնողներ, հարգարժան մանկավարներ, Ստեփանավանի քաղաքապետ պարոն Միքայել Ղարաքեշյանի կողմից եւ ողջ աշխատակազմի անունից շնորհավորում եմ ձեզ օրվա վերջի զանգի կապակցությամբ եւ սիրում ձեզ եմ հանձնում պարոն Ղարաքեշյանի կողմից ուղերձը։ Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ։ Սա ձեզ համար նոր ու ավելի մեծ կյանքի սկիզբ է, որը իր հերթին պահանջում է պատասխանատվություն եւ պարզ է, որ առաջ են գալու մի շարք դժվարություններ, որոնք հաղթահարելով պետք է ավելի կայանաք ու այդպիսով ծառայեք մեր քաղաքի ու երկրի զարգացման ու առաջընթացի գործին։ Վերջին զանգի հնչյունները ազդարարում են այն, ինչի մասին երազում է յուրաքանչյուր պատանի՝ մտնել մեծ կյանք, ստանալ մասնագիտություն, ապա նաև գտնել աշխատանք ու կազմել ընտանիք։ Տղաների դեպքում փոքր-ինչ այլ է։ Նրանք այդ ամենն անում են ամենակարևորից՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց հետո։ Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ հաջողություններ ձեր ձեռնարկած բոլոր գործերում։ Բոլորից վաղվա օրը մեր ձեռքերում է, ուստի պետք է պատասխանատու լինեք ձեր ուսման ու առաջընթացի գործում։ Վաղվա զինվորը, բժիշկը, ուսուցիչը, իրավաբանը դուք եք։ Բարի ընթացք ձեզ։ Թող որ ձեզ սպասվող ճանապարհը հարթ ու կանաչ լինի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական օրվա կապակցությամբ։ Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում այդ ամենի միջով պիտի անցնեի, որովհետև երեխաներին, շրջանավարտներին, բարի մաղթանքներից բացի առանց օրհնության ես չեմ թողնի գնան կյանք։ Երբ միջոցառում այս արարողությունը նոր էր սկսել, մի փոքր հիասթափություն ապրեցի, որովհետև կարծեցի իրապես կլինի հերթական միջոցառումը, կծեմ, կծմծեմ, գնամ ընկերներիս հասնեմ։ Բայց խորապես եւ հաճելիորեն ամեն ինչ փոխվեց արդեն կեսերից սկսյալ։ Պիտի շնորհավորեմ
Շրջանավարտներին պիտի շնորհավորեմ ծնողներին, բացառությամբ ուսուցիչների եւ տնօրինության ամբողջ կազմին, հանձինս ձեզ, պարոն Մարտիրոսյան, որովհետեւ այսօր շնորհավորելու առիթ չունեմ դպրոցին, որովհետեւ կորցնում եք այս երեխաներին ձեր պատերի ներսից։ Միայն պիտի շնորհակալություն խորին հայտնեմ, որ պատրաստեցիք ու տալիս եք մեզ, տալիս եք Ստեփանավան քաղաքին, տալիս եք այս հասարակությանը։ Կյանք իրապես մի փոքր այլ է, քան ոմանք պատկերացնում են այստեղ կանգնածներից։ Աշխարհը մի փոքր անսիրտ է, կյանքը մի փոքր դաժան։ Եվ մեր բոլորիս կողմից անպատասխանատու կլիներ, եթե գոնե մեկ զգուշացում, գոնե մեկ հորդոր չլիներ։ Կյանքը ալեցուկ ծով է, վստահեցնում եմ։ Մարդիկ նավակներ։ Բոլորիդ կյանքում կարող են լինել ալեկոս ծովեր, բայց երբեք ալիքներից չվախենաք, քանի դեռ այդ ալիքները ձեր նավակի դրսում են։ Նավակը խորտակվում է միայն այն ժամանակ, երբ այդ ալիքը ներս է սողոսկում, եւ ջուրը սկսում է ներս լցվել։ Կյանքում թեև շատ դժվարությունների կհանդիպեք, բայց միայնակ չեք։ Թեկուզ աշխարհը ձեզ թողնի, հիշեք, որ Աստված ձեզ հետ է։ Այր մեր Որերկինս ես, սուրբ երիցիալն քո, եկեսը արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս ըվերկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թողում ես պարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիշ զմեզի փորձություն, այլ պրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն, և զորություն, և փառքավիտյան սամեն, պահպանիչ և հույս հավատացելոց, Քրիստոս Աստված պետքիչ մեր, պահյա, պահպանյա և օգնյա, զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայից, այլև շրջանավարտներս ներկայացյա, ընդհովանյացույց և պատվական խաչիրը քոյի խաղաղության, տրկյա և ազատյա, երևելի և աներևույթ իջնամույն, արժանավորյա գողության, պարավորելս և ընթոր և ընսրքողոցու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Աստված ամենք, Աստված օրնքով։ Հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, պիտի գնամ մնաք բարով։